Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Սիմոնյան, նախ սկսենք հոգևոր ոլորտում տեղի ունեցող իրադարձություններից։ Գիտեք, կաթողիկոսի Գարեգին II կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է դատախազությունը հարուցել այն բանի համար, որ նա խոչընդոտել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ դատարանի կայացրած վճիռը։ Կաթողիկոսը զրկել էր նրան այդ իրավասությունից, բայց դատարանը չեղյալ էր համարել բայց փոխարենը արդեն կաթողիկոսը նրա փոխարեն տեղապահ էր նշանակել։ Բացի այդ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նրան եւ որոշ հոգեվորականներին կաթողիկոսությունը Հայաստանից տեղափոխելու մեղքի մեջ։ Դուք ինչ դիրքորոշում ունեք կամ ինչպես եք մտածում, ինչ եք մտածում այս խնդրի շուրջ, այն առումով, որ եկեղեցի կամ ոչ եկեղեցի որոշ հոգեվորականներ եւ իշխանություններ հակամարտությունը երբեմն մի փոքր հանդարտվում է, երբեմն նորից թափ է ստանում, հիմա կարծեք թե նորից լարվածություն է սկսում, լարվածության նոր փուլ է սկսվել։ Գիտեք, այն իրավիճակում, երբ որ Գարեգին II-ը շարունակում է մնալ ամենայն հայոց կաթողիկոս եւ որևէ ժողով եպիսկոպոսած տեղի չի ունեցել, որ նրան զրկեն այդ իրավասություններից։ Ցանկացած գործողություն բացառությամբ մի դեպքի, որը հիմա ես կնշեմ, որը իրականացվում է վեհափառ հայրապետի նկատմամբ, իրականացվում է եկեղեցու դեմ։ Սա մենք պետք է ճիշտ հասկանանք, որ իշխանություններն ասում են դա եկեղեցու դեմ չէ։ Գիտեք ինչ, եթե մենք պետքա շրջանառենք ներկայիս իշխանությունների քաղաքական խոսույթը, ապա ամեն ինչ լավ է, խաղաղություն է հաստատված, ամբողջ աշխարհում մենք էլ պետքա ուրախ թռչկոտենք։ Ամեն ինչ լավ է, կյանքը զարգանում է, ապագան տեղի է ունեցել, խանութներում գները չեն թանկանում, թոշակառուները լավ ապրում են, արդարությունը վերականգնված է եւ ամեն ինչ լավ է, եթե լսենք նրանց խոսույթին։ Եկեք նայենք իրական օբյեկտիվ։ Դուք մի քիչ չափազանցեցիք։ Չէ, նրանք էդ են ասում, չեմ չափազանցնում։ Եթե լսեք Նիկոլ Փաշինյանի եթերները, որ լսեք, նրանք ասում են ամեն ինչ հրաշալի է ուղղակի։ Այն ապագան, որը որ մենք ձեզ խոստանում ենք, արդեն եղել է, եկել է։ Դուք հետևեք նրանց խոսույթին, եթե չեք հետևում, կլսեք, որ ես անգամ շատ ավելի համեստ եմ ներկայացնում այն իրավիճակը, որ նրանք ասում են, քան իրենք ասում են։ Բացարձակ չեմ չափազանցնում, եւ այս հանգամանքը նկատի ունենալով պետք է հաշվի առնենք, որ այն խոսույթը, որը նրանք կիրառում են, դա գիտակցական եւ տեղեկատվական պատերազմ է հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ դեպքում եկեք մի կողմ դնենք նրանց կողմից բերված խոսույթը, օբյեկտիվ իրականությունը նայենք, որ այս իրավիճակում քրեական վարույթ սանձազերծելը բացառությամբ մի դեպքի, որը քիչ հետո ես հենց հիմա կնշեմ, դա խեղկատակություն է եւ խարխլում է հայկական պետականություն եւ հայոց եկեղեցի փոխստեկ կապի հիմքերը։ Իսկ ո՞րն է այդ դեպքը, որի նկատմամբ ես արդարացիորեն կհամարեմ, որ նորմալ է, որ պետությունը քրեական վարույթներ սանձազերծի, եթե իրեղեն ապացույցներ կան, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետական դավաճանություն է իրականացրել կամ լրտեսական գործունեություն է ծավալում։ Եթե այդպիսի փաստական եւ իրեղեն ապացույցներ կան, ապա սա արդարացված կլինի ցանկացած քրեական վարույթ։ Ահա հրապարակեց նրա եղբոր հետ կապված այդ ԿԳԲ-ի գործակալ լինելու, այսպես ասած, թուղթը, փաստաթուղթը։ Որ թվականին էր դա պատկանում։ Դա վաղուց էր 80-ականներին։ 80-ականների խորհրդային տարիների թուղթ էր, ընդ որում հայերեն լեզվով մակագրված, ես որքանով գիտեմ, պաշտոնական թղթաբանության մեջ ռուսերեն լեզվով էին այդպիսի թղթիկներ տալիս ԿԳԲ-ի գործակալներին, եւ խորհրդային միության ժամանակահատվածում բազմաթիվ հայեր ծառայում էին ԿԳԲ-ում, ծառայելով ՀԽՍՀ-ին։ ՀԽՍՀ-ին ծառայություն մատուցելը խորհրդային ԿԳԲ-ում դա պետական դավաճանություն կամ լրտեսական գործունեություն չի, որտեղ այդ ժամանակ ինքնիշխան անկախ Հայաստանի Հանրապետություն չկար, բռնազավթված էր։ Եթե այդ թղթիկը վերաբերեր 18-ից 20 թվականների շրջանակում, 1918-ից 20 թվականի կամ 1991-ից մինչև այսօր, ապա աներկբայորեն կարող էինք փաստել, որ դա լրտեսական գործունեություն է Հայաստանի Հանրապետության դեմ, բայց այն, որ նախկինում եղել է, չի նշանակում, որ հիմա էլ կա, թեպետ եւ ես ասեմ,
որ չեն բացառում, որ այդ անձնավորությունը այսօր էլ Հայաստանի Հանրապետության դեմ լրտեսական գործունեություն ծավալում է, բայց փաստը չեն ներկայացրել իշխանությունները։ Դա բոլորը պետք է ներկայացնեն։ Դրանք ամենայնիվ գաղտնի փաստեր են անվտանգությանը վերաբերող, երկրի անվտանգությանը վերաբերող եւ ըստ էության պետք չի որ ամեն ինչ հրապարակայնացնեն։ Այն որ ասում են ըստ էության, եթե հնչում է մեղադրանք, արդեն դա էլ վերանում է պետական գաղտնիություն պարունակող փաստաթղթից եւ դառնում է հանրային նշանակության, պետք է հրապարակեին։ Եթե պետական գաղտնիության նշանակություն ունեցող փաստաթղթեր էին, ապա այդ մեղադրանքն էլ պետք է այս ձևով չհնչեր։ Մարդկանց արդեն հրամցրել ես, ասում ես շպիոնա, ցույց տուր փաստերը։ Անկամ քանիցս բազմաթիվ եթերներով ես ասել եմ, որ այդ հանրային հեռուստատեսության բամբասանքների փոխարեն հրավիրեի գլխավոր դատախազին, գլխավոր դատախազը թող թղթապանակով գար, փաստերը ներկայացներ, որ այդ անձնավորությունը այսօր էլ է։ Ես ինչ եմ ենթադրում, որ այսօր էլ է լրտեսական գործունեություն ծավալում, որտեղ անուղղակի տեղեկատվություն ունենք ուկրաինական հատուկ ծառայություններից, որ նա լոյալ ծառայում է ռուսական պետականությանը, չի բացառում, որ Հայաստանի Հանրապետության շահերին դեմ է ծառայում։ Բայց դա չի բացառում, դա ենթադրություն է, ենթադրություններով ձեռքերը չես տաքացնի։ Փաստերը բերեք ցույց տվեք։ Դա մենք ենք ենթադրում, միգուցե իշխանություններին չեք բացառում, որ ունեն եւ շատ պարտադիր է, որ այդ փաստերը ցույց տան։ Չեն բացառում։ Այո, պարտադիր է որ ցույց տալը դա կլինի մեր դաշնակից Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ կարելի ասել, կամ մեղադրանք, որը Ռուսաստանը ձեր դաշնակիցն է։ Ամեն դեպքում մենք փաստաթղթերով դաշնակից ենք։ Որ փաստաթղթով կարող եք ցիտել։ Բոլոր փաստաթղթերով։ Մենք ունենք ռազմավարական դաշնակցություն 1997 թվականին կնքված փոխստեկ փոխօգնության փաստաթուղթ կա մենակ։ Միջազգային հարաբերություններում այսպիսի մի աքսիոմա կա։ Եթե դրանից հետո վավերացվում է այլ ռազմաքաղաքական փաստաթուղթ, ապա դրանից առաջ վավերացվածները, որոնք փոփոխվում են նոր իրողություններով պայմանավորված, ինքնադենոնսացվում են։ Բայց մենք թշնամական վերաբերմունք էլ չունենք, կամ չենք էլ հայտարարել, որ հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն կամ Ռուսաստանը նույնպես չի հայտնել, որպեսզի մենք իզուր տեղը այսպես ասած լրացուցիչ սրենք մեր եւ Ռուսաստանի հարաբերությունները, դա ինչ կտա։ Հարգելի Արմին է, դուք չեք սրում։ Դուք արձանագրում եք փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը այլևս Հայաստանի Հանրապետության դաշնակիցը չէ, որտեղ 97 թվականի փաստաթուղթը ինքնադենոնսացված է, հղումն էլ տան, որ բոլորը ստուգեն, 2022 թվականի ռուս-ադրբեջանական համանման փաստաթղթով է ինքնադենոնսացվել ռազմավարական դաշինքի եւ փոխօգնության մասին պայմանագրով։ Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականից թշնամական գործողություններ է ձեր նկատմամբ ծավալում։ Հիմա դուք տեսնեք դա, չտեսնեք դա, իրականությունից չեք փախչի։ Հիմա մենք ասենք, քանի որ Ադրբեջանը վերջերս անցած շաբաթ ընդամենը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության վերաբերյալ խարտիա, դա նշանակում է, որ մեր 1 տարի առաջվան դենոնսացվեց։ Եթե մենք Ադրբեջանի հետ թշնամական պետություն ենք համարվում, իսկ այս իրողություններով համարվում է, որ խաղաղություն է հաստատված։ Բայց եթե թշնամական գործողությունները Ադրբեջանը մեր նկատմամբ ծավալելու է, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է կողմնորոշվի։ Իսկ Ռուսաստանի պարագայում աներկբաորեն ներևում էր, որ թշնամիներ են անգամ ռազմական գործողություններ են ընթանում։ Հետևաբար պետք է մենք ելնենք իրողություններից եւ միջազգայինորեն ճանաչված ընթացակարգից, իսկ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է adekvat գնահատի Ռուսաստանի դերակատարությունը, այս պարագայում արդեն էական չի, եթե ինչ-որ մեկը հակընդդեմ գործողություններ է կատարում Հայաստանի Հանրապետության դեմ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է բացահայտել ժողովրդին, որ այս մարդը լրտեսական գործունեություն է ծավալում։ Դրանից հետո արդեն այդ մարդու նկատմամբ քրեական վարույթները հետապնդեք, որևէ մեկը չի ասի ինչու եք դա անում։ Որևէ մեկը չի ասի։ Սա միակ բացատրված հանգամանքը կլինի, եթե բարձրաստիճան հոգևորականը դատապարտվի ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեմ գործած հանցագործությունների եւ պետական դավաճանության։ Դուք գիտեք, որ այս ամիս հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ պատրաստվում էին եպիսկոպոսած ժողով կազմակերպել Ավստրիայում, ինչը այս կաթողիկոսի նկատմամբ արդեն քրեական հետապնդումով կարելի ասել չի լինի եւ արդեն իսկ մեկնաբանություն եղավ, որ դա ժողովի փոխարեն կլինի պարզապես հավաք։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ ցանկանում են կաթողիկոսը տեղափոխել, կաթողիկոսությունը տեղափոխել արտերկիր եւ դարձնել վտարանդի կաթողիկոսարան, չկարծում, որ նման վտանգ կա։ Կարծում եմ, որ կա։ Բայց դրա համար եմ ասում, որ եկեղեցու դեմ այս արշավը խիստ հղի է բազմաթիվ վտանգներով։ Ես դրա մասին զգուշացրել էի։ Ինչ է անելու, եթե փախչի Ռուսաստան, ասի կաթողիկոսությունը տեղափոխում ենք Մոսկվա, ինչ է անելու։ Այստեղ նոր կաթողիկոս են ընտրելու, դառնա երկու կաթողիկոսական պարակտված եկեղեցի,
Հիմա ուստեղ ամբողջ աշխարհը ասելու է ով է ամենայն հայոց հետ։ Պարզապես կաթողիկոս գնալով Ռուսաստան փախչելով այլ երկիր կապ չունի Ռուսաստան թե այլ որ դա կնշանակի որ կաթողիկոսարանը տեղափոխել են թե կան այլ ատրիբուտներ կամ այլ կանոններ, որի դեպքում նոր կարելի է ասել որ կաթողիկոսարանը տեղափոխվել է։ Եթե եպիսկոպոսած ժողով տեղի չի ունեցել եւ այդ անձնավորությունը շարունակում է մնալ ֆորմալ առումով ամենայն հայոց կաթողիկոս, որտեղ էլ գնան նա որտեղ էլ գնա հետը կտանի կոնդակը, կտանի հետը, այո։ Այդպես եղել է, չէ։ Կիլիկիայի կաթողիկոսությունը Սիսից չփախավ, գնաց։ Ինչպես կավարտվեց ձեզ այս հակամարտությունը։ Այս հակամարտությունը անիմաստ եւ քաղաքական իշխանությունների միջև եկեղեցու նկատի ունեք եւ ներկայիս իշխանությունների միջև։ Ամեն դեպքում իշխանություններն ասում են մեր կռիվը եկեղեցու դեմ։ Դե մենք քիչ առաջ բարձրաբանեցինք, որ իշխանությունների նարատիվները իրավունք չունենք մենք տարածենք, որտեղ օբյեկտիվ ես կարծում եմ սա փակուղի է։ Միակ տարբերակը իշխանափոխությունն է, որպեսզի նոր իշխանությունները, նոր ազգային ուժերը, դրանք պետք է նախկիններ եւ ներկաներ չլինեն եւ կոլաբորացիոնիստներ եւ նախկինների եւ ներկաների սազանդար արբանյակ ուժեր պետք է չլինեն։ Նոր ազգային ուժ եթե ձևավորվի Հայաստանի Հանրապետությունում, այս կեղծ օրակարգին վերջը կտա եւ առարկայական գործընթացներով կծավալի, համանadrությամբ իրեն վերապահված գործառույթներ կիրականացնի։ Իսկ հոգեվոր դաշտի առողջացումը, հոգեվոր դաշտը պետք է զբաղվի, պետությունը կարող է օժանդակել։ Կարող է օբյեկտիվ հարթակներ ձևավորել, իրավաքաղաքական հնարավորություններ տրամադրել, որպեսզի առանց ճնշումների հոգևորականները բարձրացան, բարեփոխումների ճանապարհ որդեգրեն։ Եթե ունես փաստեր, որ վեհապար հայրապետը Հայաստանի պետականության դեմ գործընթացներ է ծավալել, դրա հարցերը շատ արագ կարելի է լուծել։ Դուք արդեն ակնարկեցիք նոր իշխանության մասին, որը պետք է ձևավորվի մի քանի ամիս հետո համապետական ընտրությունները, որի մասնակցելու են ժողովուրդն է որոշելու։ Գլխավորած կուսակցությունը, այո, դուք էլ որպես վարչապետի տեխնացու։ Այո։ Դուք ամեն դեպքում զարմանալիորեն որպես նոր ստեղծված ուժ միջազգային հանրապետական ինստիտուտի անցած տարվա 6-7 ամիս առաջվա հարցումների համաձայն 1% ունեիք 20-30 տարվա պատմություն ունեցող հանրապետական կուսակցության հետ միասին եւ շատ այլ հանրապետություն կուսակցության հետ միասին եւ շատ այլ կուսակցությունների հետ միասին, բայց դրանից հետո ձևավորվել են կամ հայտարարել են նոր ուժերի իհայտ գալու մասին, այդ թվում նաեւ օրինակ մեր ձևով շարժումը կամ ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որը նույնպես բավականին մեծ թափ է հավաքում եւ այլ ուժեր նույնպես կան նոր առաջացող եւ հները դուք ձեր կարծիքով դուք բավականին բարձր վարկանիշ ունեք, չեք կարծում որ այն վարկանիշը որ դեռ անցած տարվան էր, այս տարվան այլևս չի, որտեղ նոր ուժեր են շատ ավելին է, որովհետև 7-8 ամսվա ընթացքում բավականին ջրեր են հոսել, մենք ահռելի քանակությամբ աշխատանք ենք արել, ճանաչելիությունը բարձրացել է։ Ես ձեր ուշադրությունը ուզում եմ սևեռեմ մի հանգամանքի վրա, որ մենք նոր ուժ ենք, ճանաչելիությունը դեռ շատ քիչ է։ Իմ հաշվարկներով, այդ պրոֆեսիոնալ հաշվարկները, որոնց ներկայացնում են հանրապետությունում, մոտ 50%-ն է ճանաչում Գուրգեն Սիմոնյանին, 30%-ը շնորհապետական կուսակցությանը։ Վատ ցուցանիշ չէ։ Դա սարսափելի քիչ է, նկատի ունենալով այն տոկոսները, որ մենք զբաղեցնում ենք համապետական ընտրությունների հարցումների ժամանակ։ Մենք պետք է չերևայինք ըստ կանոնների, բոլոր սոցիոլոգիական հարցումների, բայց մենք երևում ենք։ Ստեղից առակս ինչ կցուցանե։ Դուք պատկերացնում եք, եթե մոտ օրերս Գուրգեն Սիմոնյանին ճանաչի 90%-ը, շնորհապետական կուսակցությանը 60%-ը։ Իսկ այն անձիկ, ում անունները դուք հիմա տալիս եք, նրանք ճանաչելի են ամբողջ Հայաստանում եւ նրանք իրենց պիկին են գտնվում։ Մենք մեր պիկը չենք հասել դեռ։ Դժվար է հասնել նրանց։ Ով է, նրանք մեր պիկը չեն, նրանք արդեն իրենց պիկին են գտնվում։ Նրանց վարկանիշը գահավիժելու ճանապարհին է գտնվում իրենց սխալներով, որը որ մենք անընդհատ շոշափում ենք քաղաքական դաշտում։ Մենք բարձրանալու ճանապարհին ենք այդ ցուցանիշները արձանագրել։ Մեր ներկայիս հետազոտություններով, նաև արհեստական բանականության միջամտությամբ եւ բազմաթիվ պրոֆեսիոնալ սոցիոլոգներ եւ միջազգային կազմակերպություններ կան, որ բարի կամքի դրսեւորում են ցույց տալիս, մեզ այդ ներքին տեղեկատվությունը տալիս են։ Այսօր մենք հաստատուն 3-րդ տեղով ենք ընթանում 2-րդ տեղին մոտ։ Մոտ ժամանակներս եւ ըստ այդ հարցումների ովքեր են առաջին եւ չեմ կարող բարձրաձայնել։ Առաջին հավանաբար իշխանությունները, իշխանություններն են գնում։ Առաջին տեղում ընթացող ուժը առայժմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն է, ոչ շատ մեծ թռիչքով
երկրորդ եւ երրորդ տեղի ուժերի հետ կապված, երկրորդ տեղի անունը, չորրորդ տեղի անունները չեմ տա, որտեվ դա կոռեկտ չի, դա կդառնա հակագովազդ այդ ուժերի։ Ես միայն մեր դիրքավորումն եմ շեշտում, ստաբիլ երրորդ տեղով ընթացող, մնացածը կորոշի հայ ժողովուրդը։ Եվ մենք ահռելի քանակությամբ աշխատանք արդեն կատարել ենք եւ պատրաստվում ենք ել ավելի մեծ աշխատանք կատարել այս 3 ամիսների ընթացքում։ Ես իմ խոստումը պահեցի։ Երբևիցե ովքեր ինձ ճանաչում են գիտեն, որ ես ամբիցիոզությամբ եւ իշխանատենչությամբ չեմ առաջնորդվել, իմ պայքարը աթոռի համար չի, քավլիցի։ Ես դες ամենայն անկեղծությամբ ասում եմ, եթե հայ ժողովուրդը անգամ որոշի, որ մենք խորհրդարան պետք է չմտնենք, դա իմ ինքնագնահատականի եւ ինքնազգացողության վրա անգամ մանրագույն ազդեցություն չի ունենա։ Ես պայքարում եմ հայ ժողովրդի համար։ Ձեզ նման քաղաքացի եմ, հասկացա, որ 2021 թվականին այլընտրանքներից մենք ձերբազատված ենք չունենք եւ ժողովրդի ակնկալիքով ձևավորեցինք նոր ուժ, մնացածը մարդիկ կորոշեն։ Եթե մեզ կվստահեն մեր քաղաքական ծրագրերը, որ եթե ձեզ հետաքրքրի կմանրամասնեմ, նախընտրական ավելի մոտենալով կյանքի կոչել շրջանում այն ժամանակ կհրավիրեն կմանրամասնեն։ Սիրով։ Իսկ հիմա տեսեք շատ կուսակցություններ ամենամեծերից մինչև փոքրերը քննարկում են տարբեր ուժերի հետ նախընտրական դաշինք կազմելու ուղղությամբ կամ եթե անգամ դաշինք էլ չլինի ամեն դեպքում մեկ կուսակցական ցուցակով հանդես գալու քննարկումներ կան։ Դուք ունեք նման քննարկում։ Իհարկե, անշուշտ ունենք։ Մոտ ժամանակներս կհրապարակվի ամսի 18-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ֆորումն ենք իրականացնելու։ Այդ օրը առաջին լուրը մեր ժողովուրդը կիմանա, ընդ որում ձեր լրատվականին սիրով հրավիրում եմ ամսի 18-ին երեկոյան 19:00-ին։ Վայրը հաղորդումից հետո ձեզ անպայման կնշեմ։ Կարող եք գալ լուսաբանել, առաջին նորությունը այդ ժամանակ կլինի, բանակցությունները ընթանում են։ Մենք կոալիցիա չենք կազմելու, որտեղ դեկտեմբերի դաշինք կազմելու ենք, բայց շնորհապետականի դրոշի ներքո։ Մեկ կուսակցության դրոշի ներքո։ Դաշինքների անցողջությունը բավականին բարձր է, դժվար է հաղթահարել։ Հա, մենք այլ կուսակցությունների հետ դաշինք չենք կազմելու, այլ անձիկ մեր ցուցակներով կգան մեր հետ։ Կուսակցություն չի լինելու, պարզապես անձիկ, անհատներ կլինեն, կուսակցությունների հետ մենք դաշինք չենք պատրաստում կազմել, որտեվ դեկտեմբերի 18-ին շնորհապետական կուսակցության աշխարհաժողովը որոշեց, որ մենք միանձնյա ենք մասնակցելու, դա իմ առաջարկն էր։ Առաջ քաշեցին կուսակցության գործող նախագահին որպես կուսակցության կողմից առաջադրված վարչապետի տեխնացու, բայց այսպեսի մի բան ասեմ ձեզ, շնորհապետական կուսակցությունը անձամբ ինձ համար դա ժողովրդական բառ օգտագործեմ, բալվանկաչի քաղաքական գործընթացների մասնակցելու համար ես շատ լուրջ եմ վերաբերվում կուսակցությանը։ Դրա համար նաև այս ընտրություններով ուզում եմ անունը շեշտվի, որ ժողովուրդը ճանաչի Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը որպես աչակենտրոն քաղաքական ուժ եւ մեր պայքարը մեր պետականության համար 20-ամյա մարաթոն է, չի սահմանափակվելու այս մի քանի ամիսների շրջանում։ Մենք փորձելու ենք այդ քաղաքական նոր մշակույթը բերել, ձևավորել ատելությունից անդին քաղաքական մշակույթ, որտեղ գլխավոր խոսույթների կիզակետում կլինեն գաղափարները, այլ ոչ թե անձիկ, մենք զզվել եւ հոգնել ենք մարդկանց թիրախավորելուց։ Մենք սիմպաթիաներով եւ անտիպաթիաներով պետք է չշարժվենք։ Քաղաքական տրամաբանությամբ պետք է շարժենք, դե մարդ արարածը իր բազմաբովանդակ էությամբ հանդերձ կարող է մեկին համակրել, մյուսին չհամակրել։ Չեք խոստանալու ամեն դեպքում, ընտրողին միգուցե կոպիտ եմ ձևակերպում հարցը, բայց իշխող քաղաքական ուժերը ընդհանրապես նախընտրական շրջանում խոստումներ են տալիս գրավելու ընտրողների ուշադրությունը կամ համակրանքը եւ նրանց ձայները ստանալու։ Դուք ինչ եք խոստանում։ Մենք ունենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություն, այն խոստումը, որի համար մենք կոչված ենք, դա քաղաքական արդարության հաստատումն է։ Ես խոստանում եմ մեր սիրելի ժողովրդին, որ ի վերջո այդ լյուստրացիան տեղի կունենա։ Դուք կձերբազատվեք վերապրուկներից, պետության դեմ գործած անհատներից եւ կառույցներից։ Լրտեսաթափ կանենք, լրտեսաթափ կանենք, գործակալ են թե ոչ, կասկած չունենաք։ Բացի այդ, ես արժանապատիվ խաղաղության սկզբունքներն եմ առաջ քաշելու, Արցախահայերի իրավունքները պետք է չուրանանք, եւ մեր անկախության հռչակագրի վրա հիմնված սահմանադրությունը դա աքսիոմա է, որ պետք է բարեփոխվի բացառապես անկախության հռչակագրի վրա հենված լինելով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը պետք է կարողանանք բարձրացնել նոր պետական կառավարման համակարգ եմ ես ձեզ խոստանում, սիներգիայի մեջ, հորիզոնական եւ աստիճանակարգային կապով։
ներառական պետական կառավարման համակարգ, որ սուպերնախարարությունները մեկը մյուսի հետ կապ չունեն։ Ընտրողները կամ անդիմախոսները դեռ կարող են ասել իշխանությունները դա անում են։ Շատ բաներ անում են։ Չենք տեսնում։ Արդարությունը փորձում են, ինչ որտեղ ստացվում է, ինչ որտեղ կաղում են, պաշտպանունակությունը փորձում են բարձրացնել, ցույց են տալիս, չէ՞։ Փորձելը այլ է, ախր։ Որոշակի արտադրանք ունենք, որը արդեն միջազգային մամուլում աղմուկ է բարձրացրել։ Ես կերազեի, որ ներկայիս իշխանությունները հաջող էին։ Սահմանային ամրություններ են ցույց տալիս, ծախսերն են ցույց տալիս։ Հարգելի Արմինե, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կերազեի, որ 2018 թվականի հեղափոխությամբ հռչակված արժեքները հաջող էին, իմպլեմենտացվեին, կյանքի կոչվեին, ժողովրդավարությունը ինստիտուցիոնալացվեր, մենք արդար դատական համակարգ չունենք, շարունակաբար արժեզրկվող դրամի իրավիճակ ունենք խանութներում, դուք ինքներդ տեսնում եք, առևտուր անելուց թե գները ինչքան են թանկացել, դրամ-դոլար հարաբերակցության անջրպետը, թոշակառուների իրավիճակը, ենթակառուցվածքների որակը, մի հատ աղ են ցանում, մի սեզոն ձմեռն անցնում է, փոսերը բացվում են։ Մենք տեսնում ենք, թե իրենց արտաքին քաղաքականության կրավորականությունը եւ տրվելը համաշխարհային հողմերին սեփական օրակարգ չունենալը։ Մենք տեսնում ենք թշնամու առավելապաշտական մոտեցումների հագուրտ տալը։ Այստեղ ուզում եմ շատ ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա։ Ցանկանալը եւ իրագործելը դրանք տարբեր արժեքներ են։ Ես չեմ բացառում, որ գուցե ցանկանում են։ Թեպետ եւ սկսել է վերջի ժամանակահատվածում ինձ մոտ կասկած լինել, որ անգամ նրանք չեն էլ ցանկանում, բայց ով գիտի, միջև իրականությունը չիմանալ։ Բայց սա ավարտելով ասեմ, 7 տարի ժամանակահատվածը ահռելի մեծ ժամանակահատված է, որ նրանք կարողանային ոչ թե խոստանային եւ փորձեին, այլ ինչ որ մի բան գոնե գետնի վրա իրականացնեին։ Միայն մանկապարտեզ բացելով չի։ Մենք շատ լավ տեսանք, չէ, որ Լեռնային Ղարաբաղում նույն այդ սահմանամերձ գոտիներում անընդհատ ռմբակոծությունից հետո մանկապարտեզ էին բացում, ասում էինք խրամուղիներ փորեք։ Ուր են այդ մանկապարտեզները, ուր է այդ հողը, ուր է։ Փորձելով չի, պետք է իրագործեն եւ հետո մեկ ուրիշ կարեւոր հանգամանք։ Բոլոր նախկին նախագահները, որոնց ես ամեն մեկին իր չափով համարում եմ աղետ Հայաստանի Հանրապետության համար, 8-ից 10 տարի են կառավարել։ Ներկայիս վարչապետը մյուս աղետն է իմ գնահատմամբ։ Ցանկանում եք 13 տարի կառավարի Հայաստանի Հանրապետությունը։ Մենք Գերմանիան ենք, նայել Անգելա Մերկելն է։ Պարոն Սիմոնյան, դուք գիտեք երկրորդ տեղում մեջ թեև չեք ասում, բայց գիտեք երկրորդ տեղում ովքեր են, Բորուժն է, չորրորդ տեղում Բորուժն է եւ առաջի տեղում երկուսն է խնդիր ունեն որում։ Երկրորդ տեղն էլ խնդիր ունի, չորրորդ տեղն էլ խնդիր ունի եւ ինչի խնդիր։ Մասնակցության օրինականության հետ կապված։ Երկրորդ տեղը եւ չորրորդ տեղն էլ խնդիր ունի։ Ուժեղ Հայաստանին Սամվել Կարապետյանի գլխավոր նրան խնդիրներ ունեն, այո։ Շատ լավ։ Երկրորդ տեղում ամեն դեպքում դուք եք դա հավաստում, եթե անցնեք ազգային ժողով եւ բացարձակ մեծամասնություն չանեք, ես իհարկե ձեզ մաղթում եմ, որ ունենաք, չստանաք, եւ ում հետ եք դաշինք կոալիցիա արդեն կազմելու, այդ երկրորդ ուժի, չորրորդ ուժի կամ իշխանությունների հետ։ Բացառվում է։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ունի արժե համակարգ եւ այն քվեները, որոնք որ մեզ կտանեն խորհրդարան, դրանք այն մարդիկ են, որոնք չեն պատկերացնում ոչ ներկաներին, ոչ նախկիներին։ Մենք երբևիցե անգամ խորհրդարանում չենք կարող միանալ ոչ իշխող ուժին, ոչ նախկին իշխանությունների ուժերին, ոչ էլ այն ուժերին, որոնք որ աֆիլիացված են նախկիների հետ եւ կոլաբորացիոնիստներ են, օտարպետությունների ռազմաքաղաքական շահերն են սպասարկում։ Եթե մեր բախտը կբերի, որ մեզ հետ միասին էլի մաքուր ուժ կանցնի խորհրդարան, լիարժեք ազգային մաքուր ուժ, այդ դեպքում կդիտարկենք։ Եթե ձեզանից լինի կախված այն հանգամանքը, որ որևէ մի ուժի կլինի դա իշխանություն կամ երկրորդ կամ չորրորդ ուժի դեպքում դուք կոալիցիա կկազմեք եւ կառավարություն կձևավորվի, դուք չեք գնա դրան։ Ինչի, որ իրանք ձևավորեն կառավարություն։ Ձեր հետ միասին։ Չէ, ես քիչ առաջ ասեցի, որ մենք աթոռապայքար չենք տանում։ Այնպես կանեք, որ չեք համաձայնի եւ նոր ընտրությունների կգնաք։ Չենք համաձայնի։ Դե ըստ Դոնթի Բանաձևի է որոշվում, գիտեք, նոր ընտրությունները արդեն առաջին, երկրորդ տեղը անցած ուժերով է պայմանավորված։ Ճակատագրի եթե մեր ժողովուրդը համախմբվի Շնորհապետական կուսակցության կողքը, ես դες խոստանում եմ, ոչ մանդատների տիրապետումը, ոչ էլ պաշտոնների առաջարկները մեզ մեր սկզբունքներից հետ չեն պահի, որտեղ իմ գլխավոր նպատակը ալտերնատիվ ներկայացնելն է մեր ժողովրդին, ոչ թե գործ ունենալը կամ փող ունենալը կամ պաշտոն ունենալը։ Ես այդ հնարավորությունները ունեցել էի։ Հավաստիացնում եմ ձեզ, եթե մի քիչ սողունի մտածելակերպ ունենայի, ես հիմա շատ բարձր դիրքավորում կունենայի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց բազմաթիվ, ես ուսանողներ եմ ունեցել անգամ, բազմաթիվ,
Բայց իմ տեսակը, իմ կերպարը այդպեսին չի։ Ես պայքար եմ մղում հանուն ուժեղ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի համար, որտեղ ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը արժանի է նրան, ինչին որ ստացել է։ Մենք չպետք է մաքարենք ու գոյատևենք։ Հայ ժողովուրդը իրավունք ունի նորմալ ապրելու։ Պարոն Սիմոնյան, անդրադառնանք արտաքին հարցերին էլ։ Ըստ ձեզ, ինչ տվեց Վենսի այցը Հայաստանին։ Դուք գիտեք, որ միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտելու մասին հայտարարություն ստորագրվեց։ Համաձայնագիրն ըստ երևույթին ըստ Վենսի կստորագրվի եւ մենք արդեն կունենանք ամերիկյան այդ միջուկային մոդուլային կայանների այդ տեխնոլոգիաները Հայաստան եւ $9 միլիարդ անուց ներդրումներ, եւս 4 միլիարդը արհեստական բանականության ոլորտում, այնուամենայնիվ դա մեր անվտանգային բաղադրիչի բարձրացում չի արդյոք։ Այո, անշուշտ, եւ պետք է փաստենք, որ մենք շահեցինք ժամանակ գոնե ժամանակ շահեցինք, այսպիսի երերուն աշխարհաքաղաքական իրավիճակներում այս էլ է ինչ որ մի բան, բայց ես հորդորում եմ, որ մեր 600 մեգավատանոց միջուկային ատոմային էլեկտրակայանը, որ ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է, չափամոնտաժվի միայն, այլ փոխարինվի նմանատիպ 800 մեգավատանոց էներգաբլոկով, եւ եթե Միացյալ Նահանգների հետ Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվել է մոդուլային միջուկային կայանների մասով, եկեք Ֆրանսիայի հետ էլ պայմանավորվենք ստացիոնար հիմնական ատոմակայան կառուցելու։ Այսինքն մի քանիսը ունենանք, հա, մեկից ավելի։ Մեծ եւ փոքրեր։ Պետք է միջուկային ֆիզիկան դիվերսիֆիկացված լինի, բազմազանացված, որտեղ մոդուլային կայաններով փոխարինելը ստացիոնարը, դա նշանակում է, որ դուք ձեր միջուկային ուսումնասիրությունները սարքում եք կարճաժամկետ։ Այդ մոդուլայինը շատ արագ կարող են տեղափոխել, տանել։ Իսկ երբ որ ստացիոնար կա, դուք պետք է ծառայությունները ապահովեք, միջուկային անվտանգության մագատեի անդամ լինեք եւ այլն, միջուկային ֆիզիկա զարգացնեք։ Իսկ ինչի է կարեւոր, որ դուք միջուկային ֆիզիկա զարգացնեք, որտեղ ձեր տեսակարար պոտենցիալը չի բավարարում, որ դուք տարածաշրջանում անկախ մնաք առանց ռազմավարական զսպման գործիքակազմի։ Իսկ միջուկային ֆիզիկայի ուսումնասիրությունները եւ այդ հնարավորությունների բացազատված լինելը քո պետական կառավարման համակարգում քեզ ռազմավարական զսպման բանալի է տալիս։ Ադրբեջանը նույնպես ստորագրեց ռազմավարական Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ խարտիա, որը մենք ստորագրել էինք 1 տարի առաջ։ Համեմատելով դրանք ու ընդհանրապես Վենսի այց Ադրբեջան, խոստումները կամ տարած այսպես ասած եւ այցը Հայաստան, ինչ տարբերություններ կամ ինչ առավելություններ։ Մերը շատ լավ հիմքեր ունի, կոնգրեսի հետ է դա արված։ Շատ լավ հիմքեր ունի եւ դեմոկրատների իշխանության ժամանակահատվածում է արված։ Այս տարի նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգների կոնգրեսում ընտրություններ են նախապատրաստվում։ Դեմոկրատները աննախադեպ պոպուլյար են Միացյալ Նահանգներում, նաեւ այս վերջի սկանդալային իրադարձություններով պայմանավորված Էփշտեյնի գործի հետ կապված մեծ խմորումներ են Միացյալ Նահանգներում ծավալվում։ Դուք պատկերացրեք, եթե նոյեմբերին կոնգրեսում դեմոկրատները մեծամասնություն կազմեն, իսկ ավանդաբար այն նահանգներում, որտեղ հանրապետականները միշտ առաջնայնություն են ունեցել, այսօր դեմոկրատներն են առաջին տեղերով գնում, օրինակ Տեխասը։ Եվ ենթադրենք կոնգրեսում ձևավորվում է դեմոկրատներով հագեցած մի իրավիճակ։ Չի բացառվում, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը բերի իմպիչմենտի գործընթացի։ Եվ եթե 2027 թվականին նման գործընթացներ ծավալվեն եւ Միացյալ Նահանգները կանգնի նախագահի ընտրությունների, արտահերթ ընտրությունների շեմին, կամ գուցե եւ չծավալվի 2 տարի հետո նախագահական ընտրություններ ծավալվեն, Դոնալդ Թրամփը իր վարչակազմով գնալու է։ Հավանական տեխնացուն դեմոկրատ գուցե լինի։ Եվ պատկերացնում եք, եթե ուժեղ տեխնացու գա, ենթադրենք Միշել Օբաման։ Գուցե նույն Վենսը լինի, նրա մասին։ Վենսը հանրապետական է։ Այստեղ կուսակցություններով են։ Չէ՞ որ ասում են հաջորդ տեխնիկան։ Պրակտիկան մի քիչ այլ է։ Պրակտիկան, եթե մի կուսակցություն գերակայում է մի ժամանակահատվածում, մյուսը պետք է գա հավասարակշռելու համար, Վենսը արժանի է ըստ էության իր կրթությամբ, իր մակարդակով, գուցե եւ երիտասարդ է, ապագայում այդ շանս կունենա։ Ինչ կխլի Հայաստանից կամ Ադրբեջանից։ Մեծ շանսեր կբացվեն։ Պարզապես հիմա պետք է ծայրաստիճան սխալներ թույլ չտալ։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետության շահերը լիարժեք չեն բավարարվում։ Չեն կարողանում ճիշտ դիրքավորել եւ ճիշտ բանակցություններ վարել։ Չեն կարողանում Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները շտկել, մանավանդ հասկանալով, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապա շրջափակումը Աբրահամյան համաձայնագրերի համատեքստում է իրականանում։ Աշխարհում տեկտոնական շարժեր են տեղի ունենում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը անցյալ տարի մայիսին ռազմավարական պարտություն կրեց։ Իրանի հարցերը արդեն պարզ է։
Եվ այս ձգձգելու հանգամանքն էլ ես կապում եմ նրա հետ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ատելության չափաբաժին ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի եւ գործող իշխանությունների նկատմամբ, որտեղ 30,000 հոգի ասում են սպանվել է իշխանությունների կողմից։ Դուք պատկերացնում եք ոնց ժողովուրդը չի սիրում արդեն։ Ցանկացած միջամտություն համարելու են փրկարար գործընթաց Իրանի նկատմամբ։ Պաշտոնական թվերը շատ ավելի ցածր են։ Ցածր են, բայց լուրեր են պտտվում դրա համար ամենաֆանտաստիկ։ Իսկ Մենսի այցը ուներ ինչ որ իրանական ենթատեքստ։ Գուցե ըստ ձեզ։ Ես չեմ բացառում, որտեղ Միացյալ Նահանգները կզրուցեն ամեն ինչ։ Կարող է լինել, ինչ ենթատեքստ կարող է լինել։ Ցանկացած օպերացիայի ժամանակ, եթե դուք դաշնակից եք, դուք փոխստեկության համարժեքության կանոններով պետք է առաջ շարժվեք։ Դուք չեք կարող մենակ ստանալ, դուք պետք է նաև կարողանաք տալ։ Օրինակ տարածք, օրինակ ինֆորմացիա, օրինակ հնարավորություն։ Օրինակի համար այսպեսի մի բան ասեմ։ Ենթադրենք աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում եւ Իսրայելի համար թիվ 1 Ախոյանի կարգավիճակը ստանում է Թուրքիան։ Թուրքիայի նկատմամբ խնդիրներ ում միջոցով կարող է ստանալ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Ադրբեջանի իհարկե ոչ։ Վրաստանի երիցս ոչ։ Ինչու ոչ։ Ինչ հնարավորություններ ունի Վրաստանը իրավաքաղաքական առումով բացազատվելու այդ ուղղությամբ։ Իրանի, Հայաստանի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը եթե փոխի իշխանության կերպը գուցե, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախապատրաստվում է ապագայում տեղավորվելու ամերիկյան դաշնակիցների համատեքստում եւ կարևոր աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում։ Հայաստանի, այո։ Իսկ դուք պատրաստ եք ձեր տեխնոլոգիաներով, ձեր մարտունակությամբ, ձեր տնտեսությամբ, ձեր հնարավորություններով։ Այսպիսի բաներ, որ ասում ես, մի քանի լալա հառաչաններ ասում են, վայ, մեր սենսը, մեր ժողովուրդը եւ այլն եւ այլն, որ մեկնաբանեն իշխանությունները, բայց Իրանի դեպքում բազմիցս են մեկնաբանել եւ ամենօրյա գրեթե ռեժիմով, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերին դեմ ոչինչ չենք անի։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի դեմ ոչինչ չենք էլ պատրաստվում անել, բայց պետք է հասկանանք, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ առասարակ Իրանի տերը ով է։ Ժողովուրդը։ Բայց եթե դու ժողովրդով եկած իշխանություն ես, ինչի՞ չես կանգնում ժողովրդի կողքը։ Այնուամենայնիվ Ամերիկան Հայաստանին վստահում է միջուկային, հավանաբար կվստահի համաձայնագիրը ստորագրելուց հետո էներգետիկա, վստահում է արհեստական բանականությանը վերաբերող տեխնոլոգիաներ, վստահեց նաև որոշակի ռազմական տեխնոլոգիաներ դրոնների տեսքով, գիտեք, 11 միլիոն դոլարի դրոններ ներկրվեցին Հայաստան։ Ինչու է Ամերիկան նման կամ ինչպես է Հայաստանը շահել Ամերիկայի այդ վստահությունը, հանուն ինչի կամ ինչի շնորհիվ։ Նախ մենք կարևոր պետություն ենք։ Ճիշտ է, առաջնային դիրքեր չենք զբաղեցնում ի համեմատ Ադրբեջանի, բայց մենք կարևոր պետություն ենք եւ դրա կարևորությունը պայմանավորված է նաեւ մեր քաղաքակրթական առանձնահատկություններով։ Մենք չենք մերվում ոչ մեկին։ Օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան նման են իրար էթնիկականության համատեքստում։ Ադրբեջանն ու Իրանը նման են իրար շիա մահմեդականության համատեքստում։ Ադրբեջանն ու Ռուսաստանը նման են իրար KGB-ի վերնախավի համատեքստում։ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը նման են իրար կայսերական մոտեցումներով։ Ռուսաստանն էլ է ձևավորված մանջուրական հիմքի վրա, Թուրքիան էլ է ձևավորված մանջուրական հիմքի վրա։ Դուգինի հիպոթեզը, որ մենք նայում ենք։ Տարածաշրջանում երկու ժողովուրդ կա, որ ուրիշ են, իրենց հայրենիքներում բնակվող։ Ձեր ասածով կարելի է ասել, որ սիրուն աչքերի համայով, բայց կարելի է ասել արդյոք դուք սխալ եզրահանգման եկաք։ Միգուցե, բայց արդյոք այդ նմանությունն է պատճառը, թե այլ խնդիրներ կամ այլ նպատակներ եւս կան։ Պարուր Սևակը մի լավ հոդված ունի գրված թրի դեմ գրիչ։ Շատ լավ։ Մենք մեզ ինքնությունը պաշտպանելու համար անընդհատ նմանացնող իրավիճակներից խուսափում ենք։ Դրանով է պայմանավորված Քաղկեդոնի ժողովներին, չմասնակցելը դրանով է պայմանավորված քրիստոնեության ընդունումը։ Հիմա դուք, որ ուրիշ եք, դա ձեզ առանձնացնում է Իսրայելի հետ համաձայն։ Ուրիշ խաղադրույք ում վրա կատարես, որ վստահաբար քո ազգային շահերը տարածաշրջաններում տանեն առաջ։ Չկա նմանը։ Դրա համար ոչ թե սիրուն աչքերի մասին է խոսքը, այլ քաղաքակրթական արժե համակարգի մասին է խոսքը, որով դուք առանձնանում եք եւ իրենց ռազմաքաղաքական շահերը տանելու ձիրք եք ունենալու։ Շատ լավ։ Այդ շահերի մասին եմ ուզում շատ կարճ ասեք, այդ որ ռազմաքաղաքական շահերն են։ Ենթակառուցվածքների նկատմամբ տոտալ վերահսկողության բացառումը տարածաշրջանային տերությունների կողմից։ Այսինքն տարածաշրջանային մերձավոր արևելյան ենթակառուցվածքները չպետք է տիրապետի միանձնյա ոչ Իրանը, ոչ արաբական աշխարհը, ոչ թուրքերը, ոչ ռուսները։ Դրա համար ուրիշներ են պետք, որը որ սեպի քաղաքականություն պետք է իրականացնի Իսրայել եւ Հայաստան։
Դրանք երկու հենման կետ են, որոնց շնորհիվ Միացյալ Նահանգները եւ հավաքական արևմուտքը կվայելի տնտեսական բարեկեցություն։ Ստամոքսի կռիվ է, պարզունակ ասեմ։ Որպեսզի կարողանան հաց ուտել, վրան քսված կարակ ուտեն, հերիք չի կարակ լինի վրան էլ խավիար։ Պետքա գները չթանկանան։ Որպեսզի գները չթանկանան, միանձնյա տիրապետող պետք է չլինի ճանապարհների վրա նստած։ Այդ դրա համար մենք կարևոր ենք։ Այդ դրա համար Հայաստանի տարածքով անցնում է թրիփ, որը մենք գրեթե 90 տարով անցնելու է։ 90 տարով կառավարման ենք տալու Ամերիկային։ 40 տարով, որքանով ես տեղյակ եմ եւ ես համարում եմ այդ անխոչնդոտ անցումը խնդրահարույց։ Դա իմ ասած պլանի մասին չէ։ Ավելի լավ պայմաններ կարելի է բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Ավելի լավ պայմաններ կարելի է բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Մենք ունենք ինտելեկտուալ կապիտալ, որը արդեն մերժված է Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության կողմից, հիշում եք 18 թվականին դուր եք այդ պրոֆեսիոնալները դուրը չեք երևում։ Հայաստանում պրոֆեսիոնալ չկա, որ բենզակալոն կա աշխատացողներին տանեն դնեն բարձրաստիճան պաշտոնների, որտեղ պրոֆեսիոնալ չկա, հայտարարել է, չէ՞։ Մենք այդպես չենք կարծում, դրա համար մեր կուսակցության անունը շնորհապետական է, մերիտոկրատիա, արժանավորների իշխանություն։ Եվ ոչ թե մենք ենք մեզ հայտարարել հռչակի արժանավոր Քավլիցի, այլ մենք այդ դուռը բացողն ենք, որ արժանավորները գան։ Բայց թրիփի դեպքում կա մի փոքր, այսպես ասած, խոչընդոտ, դա այն է, որ իհարկե լայն աշխարհաքաղաքական կոնտեքստում կամ այդ ճանապարհի վրա, դա այն է, որ Հայաստանի երկաթուղին կառավարման է հանձնված ռուսական երկաթուղ։ Չկա երկաթուղի։ Դուք եղել եք Մեղրիում։ Ես անցյալ տարի օգոստոսին մեր կուսակցության հետ գնացինք մինչև Նռնաձոր։ Քանդված է եւ նոր պետք է կառուցեն։ Հողը քերը տարել են։ Քերածա չկա, քերած։ Դա մի խայտարակություն է, 30 տարի Չինգիզ խանների իշխանություն ենք մենք ունեցել։ Ավիրված է երկիրը, Արմինե ջան։ Երկիրը ավիրված է, եկեք իրականության աչքերին նայեք, երկաթուղի ունեք։ Վաղը մյուսօր եթե գումարով դնեն մի հատ գեղեցիկ այդ հյուսիս-հարավ երկաթուղային ցանցը, այդ նույն հարավ Կովկասյանի կողքը որ կառուցեն, ռեմոնտ անելու կարիք էլ չկա, որտեվ այդ վերանորոգման ծախսերը նույնն է լինելու, ինչ որ նորը կառուցես։ Այդ Հարավ Կովկասյանի հարցերը կլուծվի, կպրծնի ինքն իրանով։ Ոչ էլ պետքա խլես, կողքը նորը կառուցի։ Ամեն դեպքում հիմա զարգացումները կամ իշխանությունների տրամադրվածությունը այն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի բարեկամ որևէ երկիր գնի Ռուսաստանից հայկական երկաթուղիները կառավարելու այդ կառավարումը հայկական։ Դրա համար ես կոչ եմ անում սիրելի մեր քաղաքացիներին, եկեք այդ փորձանքը կասեցնենք այս տարի հունիսի 7-ին։ Եկեք այդ փորձանքը, այդ աղետը կասեցնենք, սա մեկնաբանելու կարիք էլ չունի։ Այսինքն ոչ թե ռուսներին զրկել կամ որևէ բարեկամ երկիր գտնել, որ հայկական երկաթուղի կառավարումը ռուսներից գնի, այլ պարզապես մեր երկաթգծերի կողքը, որը ներպետական, ոչ միայն Մեղրին, նոր ռելսեր։ Ոչ, խլեք, ես կխլեի։ Բայց եթե դուք վախենում եք խլեք, ու պատճառն էլ կա։ Մենք տվել ենք, չէ՞, կառավարումը ռուսներին։ Հետո ինչ տվել եք, բայց պարտավորություններ են, չէ՞, ստանձնել։ Նրանց պարտավորություններ է ստանձնել։ Դրան էլ կհասնի, որովհետև իշխանությունների ակնարկը նաև խիստ կասկածում եմ նման վարքականոնով, նման հռետորաբանությունով, որ բանը դրան հասնի։ Ոնց։ Ինչի Արարատ Միրզոյանն ասաց, եթե կվերանորոգեն, եթե ոչ, մենք այլ սցենար կօգտագործենք։ Արարատ Միրզոյանը նոր է արթնացել, չի տեսնում, որ 30 տարի պարտավորություններ են ոտնահարվել, ինչի պիտի իր ասելով նորից էլի վերանորոգեն, չեն վերանորոգելու։ Թաթները ուղակի դրել են, որ դու ռեաբիլիտացիոն հնարավորություն չունենաս։ Մտել են, քեզ ավիրել են, թաթը դրել են վրան, որ դու հնարավորություն չունենաս լպտալու, որովհետև դու ֆորտ պոստ ես իրանց գնահատbam, դու պետություն չես, եւ ինքը քո դաշնակիցը չի, ինքը քեզ տիրապետում է։ Իսկ ինքը տիրապետում է քեզ քայքայելով, ոչնչացնելով։ Եթե դու գաք իշխանության, ինչ եք անելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հարաբերությունները նախ վերականգնման կարիք ունեն, բայց որպեսզի դուք վերականգնեք այդ հարաբերությունները, դուք պետք է քաջություն ունենաք ճշմարտության աչքերին նայելու։ Այդ հարաբերությունները հիմա թշնամական են։ Եվ որպեսզի թշնամական հարաբերությունները հանգուցալուծվեն։ Նիկոլ Փաշինյանն ասում է իմ բարեկամ, իմ լավ բարեկամ Վլադիմիր Պուտինը հասկանում է մեր խնդիրները, աջակցում է մեզ։ Հետո ինչ, հասկանում է, պատմություն էլ գիտի, բայց ավարվում է այլ կերպ։ Գիտի, որ դու ցավ ես ապրում, քեզ անդադ հոշոտում են, արյունդ խմում են, անդադ ցեղասպանում են,
քո հաշվին տարածքներ են վերցնում։ Փայլուն գիտի, Վլադիմիր Պուտինը պատմությունը փայլուն գիտի, բայց դա չի խոչընդոտում իրեն, ասի Ադրբեջանի տարածքի մաս է, Լեռնային Ղարաբաղը եւ հայերը պետք է դա զիջեն, իմանալով հանդերձ որ լինելու էր պատրիոտիտ, ցեղասպանություն, իմանալով հանդերձ որ մշակութային սպանդ է տեղի ունենալու, հիմա էլ լալա հառաջ դուգինները ոռնոցները գցել են, ասում են մենք Լեռնային Ղարաբաղը օգնենք ձեզ, դուք վերցնեք, ամերիկացիների հետ դաշինք կնքեք, ադրբեջանցիներն են ասում, շատ լավ գիտեն, ունեք ուժ, ձեր իրավունքները պաշտպանեք, չունեք, ուրեմն սպասեք մորթվելու հերթական ժամին, ոնց որ ոչխարները փարախում կապված։ Բավարարապես նման թեմա է ուզում քննարկենք, տեսեք, նույն Ամերիկան, որ դուք ասում եք մեր առանձնահատկության համար տեխնոլոգիաներ, նաև իրենց շահը իհարկե այստեղ առաջ տանելու համար տեխնոլոգիաներ եւ այլ միջոցներ է տրամադրում Հայաստանին, Ուկրաինայի դեպքում բանակցում է Ռուսաստանի հետ եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեք դժգոհել էր, որ Ամերիկան բանակցում է Ուկրաինայի զիջողականության տրամաբանության մեջ։ Նույն այս դեպքում ինչու մենք նման կտրուկ հայլեր անենք Ռուսաստանի հետ եւ ինչ իմանանք մեզ ով ինչպես է պաշտպանելու Ռուսիայի ռուսական Զելենսկին, որ ուզում է անկախ ապրի։ Դուք ուզում եք ապրեք, Արմինե ջան, ինչ որ մեկը ձեզ ուզում է կյանքից զրկի։ Դուք պետք է ինքնապաշտպանվեք։ Ես ուզում եմ հասկանալ արդյոք Ռուսաստանը իհարկե մենք զգում ենք այդ մեկնաբանությունները, որ այնքան էլ հանգիստ չին նայում այ զարգացումներին դեպի արևմուտք Հայաստանի զարգացումներին, սերտացումը Ամերիկայի եւ այլ երկրների հետ ինչ վտանգ կարող է սպառնալ, թե կարող է սպառնալ։ Ամեն ինչ։ Ես վաղուց ասել եմ, որ պետական ահաբեկչությունից, պաշտոնյաների սպանությունից բռնած միջև ռազմական շանտաժ, տնտեսական շանտաժ, ամեն ինչ։ Բայց այն ժողովուրդները, որոնք որ պայքարում են անկախությունը ձեռք բերելու համար, ստանում են այդ անկախությունը, այն ժողովուրդները, որոնք որ կառավարական վարք են դրսևորում եւ չեն պայքարում իրենց ինքնիշխանության համար, կորում են։ Ամերիկացիների համար մենք փորձաշրջան ենք անցնում, հարգելի Արմինե։ Եթե նրանք տեսան, որ դուք ջիղ չունեք պետական կառավարման համակարգ կայացնելու, անգամ ջիղ չունեք նորմալ ընտրություն կատարելու, կառավարական վարք եք դրսևորում նոր ստեղծված ազգային ուժերի նկատմամբ, այդ դեպքում ձեռքները կքաշեն ու կասեն Ամերիկան չի կոչված, որ գա ձեր տեղը ձեր հարցերը լուծի։ Ուրեմն դուք տարալուծվում եք Թուրքիայի մեջ, Թուրքիան էլ իրենց դաշնակիցն է, այդ կասեն ձեզ։ Դա ձեզ ձեռք է տալիս։ Ոչ։ Դրա համար ինքնակազմակերպվեք։ Ինքնակազմակերպվեք։ Ժողովրդի հնարավորություն տա ազգային ուժերին։ Ինքնակազմակերպվենք եւ ընտրենք շնորհապետական կուսակցություն։ Առաջ Աստված, գիտեք ինչ, մենք այնպես չի որ քարոզ ենք անում մարդիկ բացառապես մեզ ընտրեն։ Թող ընտրեն իրենց ճաշակով, բայց անպայման գնան ընտրությունների եւ ձեռնպահ մնան քվեարկելուց գործող իշխանությունների եւ նախկինների եւ կոլաբորացիոնիստների օգտին։ Մնացած ում որ համարում եք արժանավոր, նրան էլ ձայն տվեք, բայց գնացեք անպայման ընտրությունների։ Բայց ինչ որ մեկին անպայման քվեարկեք, որ աղետներից ձերբազատվեք։ Մնացածը ձեր գործն է, շնորհապետականին ձայն կտակ, թե ում ձայն կտակ, ամեն մեկն իր քաղաքացիական պարտքը թող կատարի։ Դեռ ընտրությունների մի քանի ամիս էլ կա, կտեսնենք ուժերը ինչպես կհասցնեն գրավել ընտրողների ձայնը, պարոն Սիմոնյան, այդ թվում նաև դուք։ Առաջ Աստված։ Իսկ հարցազրույցի համար շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, ամենայն բարին ձեզ, լինեք լավատես եւ ես կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը իր դիմադրողականության հնարավորությունները ունի, ստեղծագործ, բազմաչափ մեր ազգը կկարողանա ունենալ այն երկիրը, որի համար սերունդներ մաքարեցին, որի համար այդքան մարդ զոհվեց։ Մենք արժանի ենք լավ ապրելու, արժանի ենք ուժեղ պետություն ունենալու։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը։